Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, քանի որ մի քանի օր հետո Սուրբ Զատիկ է, իսկ Սուրբ Զատիկին, ինչպես բոլորդ գիտեք, պատրաստում են բուլկեղեն, չամիչով, առանց չամիչ, բրնձով փլավ չամիչով կամ չրերով, ձուկ, սպանաղ, կանաչեղեն, մի խոսքով այդ շարքը անվերջ կարելի է թվարկել։ Ես էլ այսօր պատրաստում եմ բուլկի, շատ ներփահամ, թեթև, համով, սիրուն ու հեշտ տարբերակ։ Ճիշտ ասա, ավելի լավ կլինի, որ պատրաստենք այնպիսի օր, որ առավոտից տանը լինենք, առավոտ խմորը հունցենք, չվռազենք, թողնենք մի լավ տեղը տեղին հասունանա, հետո գնդաց հասունանա, երկար ժամանակ է պահանջում, բայց դժվար չէ։ Ես աշխատանքից եկել եմ տուն ու պատրաստում եմ հիմա 2 բաժակ գոլջուր, երեք ճաշի գդալ շաքարավազ, սա ընդամենը խմորիչը հասունացնելու համար է։ Հետո պատրաստելու ենք արդեն ամբողջական խմորը։ Շաքարավազը ջրի մեջ հալեցնում ենք ու ավելացնում ենք խմորիչը։ Խմորիչը շաքարավազի հետ ջրի մեջ, գոլ ջրի մեջ լուծում ենք, կարակ այս ջրի տեղը, ջրի փոխարեն ավելացնեք կաթ, գոլ կաթ, ոչ եռացրած, գոլ կաթ, կամ եռացրած գոլ կաթ։ Շատ տաք չլինի, որ խմորիչը չկոտրվի։ Եթե եռման ջրի մեջ են լցնում խմորիչը, իր ազդեցությունը կորցնում է ու էլ չի կարողանում հասունացնի խմորը։ Մի քիչ էլ ալյուր, կարող եք շաքարավազի նման 3 լավ ճաշի գդալ ավելացնել, մի քիչ ավել։ Այնքան որ շատ ջրիկ զանգված չլինի, մի քիչ թանձրանա։ Սա արդեն պատրաստ է, դնում ենք մի կողմ, որպեսզի շուտ հասունանա, ծածկում ենք որևէ սրբիչով, կտորով ու անցնում ենք խմորի պատրաստմանը։ Միանգամից պատրաստեմ մեծ թասի մեջ, որ ընթացքում չփոխեմ, ճիշտ է, սկզբից խմորը փոքր է լինելու, քիչ է լինելու, բայց քանի որ պիտի լավ հասունանա, կրկնակի եռակի պիտի շատանա, դրա համար միանգամից պատրաստեմ մեծ թասով, որը այստեղ սեղանին եմ դրել։ Ահա, պատրաստ է, սեղանս լցրեցի։ Մեզ ինչա պետք է։ Պատրաստում ենք մածունով։ Ու կարող եք, ինչպես ասեցի, ջրի փոխարեն ավելացնել կաթ։ Մեզ պետք է մածուն, կես լիտր։ Ահա, փակագծում կողքին տնական։ Մածունի վրա լցնում ենք շաքարավազ։ Ընդհանրապես բուլկին լինում է անհամ, չէ, շաքարը պակաս։ Շատ մնացած խմորեղենների նման շատ քաղցր չի լինում։ Հիմա կասեք մի բաժակ որ լցնում ես, արդեն իսկ քաղցր է, բայց քանի որ մեծ բաղադրատոմս ենք պատրաստում, մեծ չափաբաժին է, ամեն քիթալ լցնելով մի քիչ սեղանին վրա դեռնեմ, չռպ, չռպ, ահա, ինչ ալել Թաթուլ ջան, ինչա պետք է, նայի մեզ, հերվիս նայի, երվես ոչ, մի բաժակ շաքարավազ գնաց ու մի լավ հարում ենք, որպեսզի շաքարավազը հալվի մածունի մեջ։ Շաքարավազը հալեցնելուց հետո ես էլ ես ամեջ կգցեմ, դավայ հանեմ, ավելացնում ենք ձուն, 4 հատ ձու, բայց 1-ի կամ 2-ի դեղնուցը պահելու ենք երեսին քսելու համար։ Հրաչի հեռախոսի ձայնն է բարձր նարեք։
այս զանգվածը կրկին հարում ենք, որպեսզի լավ համասեր զանգված ստացվի։ Չնայած կարող ենք միանգամից ձեթն էլ ավելացնել, նոր հարել։ Ամեն անգամ շփոթված, ի սկզբանե այդպես եմ ասել եմ ձիթայյուղ, չի բուսայյուղ, հա։ Անցած անգամ նկատողությունը ստացա մեկից ու տեսա, որ տեղին էլ ասեց։ Կամ էլ ոչ ձիթայյուղ, ոչ էլ բուսայյուղ, ձեթ։ Այ ես մեծ բաժակով։ Ինչքան բաղադրատոմսի մեջ 120 մլ է գրված։ Այ հիմա կարանք մի լավ խառնենք։ Պլյուս մոռացա ասեմ, վերջում մի 20-30 մլի ձեթամես պետք, որպեսզի խմորը պատրաստ լինելուց հետո ձեթը լցնել խմորի վրա ու հունցել, որովհետև ինչու, որովհետև խմորը փափուկ է լինում ու ձեռքերից է կպչում, բայց ձեթն ավելացնելով արդեն փափուկ է լինում, բայց ձեռքերից չի կպչում։ Այնպիսի զանգված է ստացվում, որ անընդհատ ցանկանում ես խառնել, հունցել, այդպես շատ հետաքրքիր է լինում աշխատելը։ Շատ ավելի հեշտ է լինում, երբ օպերատոր ես ունենում, որ Տավուշ TV-ից եկան նկարահանման, այդպես շատ հետաքրքիր դե նկարահանում ունեցանք, օպերատորը ես կողմ, առանց ասել, առանց նույնիսկ ինքն է ուղղորդում, ասիվա ես էլ եմ ուզում, ես էլ եմ օպերատոր ուզում, մի ունեմ օպերատոր։ Քանի րոպե անցավ, որ մեր խմորը կպել է խմորից, տեսեք թասը մի վռազ լցվել է, սա բերում ենք ու լցնում ենք այս զանգվածի վրա։ Ես էլ ուզում էի, որ ուզեցի արդեն ալյուրն ավելացնեմ, ասում եմ մեծ բաղադրատոմսա, ես ակու բաղադրատոմսն 2 բուլկի դիտեռնալ։ Մոռացել ես զանգվածի մասին, որի վրա որ ուրիշ խառնուրդի չափը շատացնելը հաշվի չառնենք, 2 բաժակ ջուր ենք ավելացրել, 250 մլի, կես լիտր ջուր։ Եվ լցնում եմ և խառնում եմ միաժամանակ։ Համել, որ մաղելով լցնում ենք, հնարավորինս քիչ են գնդիկներն առաջանում ու ավելի հեշտ ու արագ է ստացվում խառնելը։ Երկու ճաշի գտալ, ձեթ եք ավելացնում ու հունցում եք։ Եվ հունցեմ և մի կարևոր բանի մասին էլ խոսեմ, սիրելի հետևորդներ, որոշել ենք, որ այս ամառ նկարահանումները անցկացնենք նաև Շամշադինից դուրս, իհարկե Շամշադինում էլ ինչպես խոստացել եմ գյուղերը պիտի անպայման նկարենք ու քանի որ մեր բնությունը նման է, ասում են Շվեյցարիայի բնությանը, դե չենք տեսել, ուղղակի այդպես լսելու ասում ենք, ուզում եմ, որ ամենասիրուն ժամանակահատվածում նկարենք, այսինքն ամռանը, երբ ամեն ինչ ծաղկում է, երբ ամեն ինչ կանաչում է, գյուղերը իր իսկական տեսք ունենան, էլի, որ մեր կանում է մի տեսակ աղքատություն է երևում, չեմ ուզում այդպես ներկայացնեմ, չնայած որ մեր մոտ տարվա բոլոր եղանակներին էլ յուրահատուկ սիրուն է։ Բայց այս տարի ամռանը դժարը քոչս արգրգիլն է։ Ջայլոս դա էլ եմ ձեզ ներկայացնելու անպայման, շատ եք գրել, որ քոչը սարտանելը կնկարես, իմ սկեսուրին եք կարոտել ուզում եք տեսնեք, վաղուց իր մասնակցության փոլովակ չենք նկարել, չի ստացվում, բայց էտա քոչը տանելով ու ամեն սար գնալը ձեզ հետ միասին է լինելու։ Զանգ եմ ստացել Վայոց ձորից, հրավեր եմ ստացել այնտեղից, անպայման կգնանք, ասեցին օրերը տաքանանոր, բնականաբար ես էլ պարտադիր գնում եմ ցանկացած հրավերքի, գնում եմ տեսախցիկիս հետ միասին։ Մի քիչ առաջ զանգ եմ ստացել Գեղարքունիքի մարզից, համարն էլ գրանցեցի, անպայման գնալու ենք, այս քանդ վկա խոսք եմ տալիս, որ գնալու ենք Գեղարքունիքի մարզ ու նաև այսպես ուզում եմ խոսքս ուղղել այն բոլոր մարդկանց, ովքեր որ կոմպլեքսներ չունեն, ովքեր որ տեսախցիկից
չեն ամաչում, չեն քաշվում, ասեմ, որ մեր նկարահանումներն էլ այսպես չի, որ տեսախցիկը տանենք, դնենք այնտեղ, այսպես լարված կանգնենք ու ասենք, ինա չիլի, բարև ձեզ, եկել ենք ձեզ հյուր, այդպես չի անցնում։ Մեր նկարահանումները, ինչպես եւ իմ հոլովակները դուք տեսնում եք ու շատերդ նայում եք զուտ անմիջական ու պարզ լինելու համար, այ այդպես էլ անցնում է նկարահանումները, հավատացեք, լիքը մարդիկ կան, որ ասում են, դե կուզենք գաք, նկարեք, բայց այ տանտեր տեսախցիկից քաշվում ենք, է նկարվելը չենք սիրում։ Հաշվում ենք, որ տեսախցիկ կամ մեր ընկերն է, կամ էլ պրյամոյ ուղիղ միացում չի, պրյամոյ էֆիր չի, որտեղ որ ինչ որ բան են չստացվի, անջատում ենք, բայց այնպես չի, այսպես անգիրարած ենք ասում, որ ինչ որ բան այնպես չստացվի։ Այնպես որ ովքեր որ կցանկանան ներկայացնել իրենց գյուղը, ներկայացնել իրենց առօրյայից մի հատված, իրենց ավանդական մի ուտեստ, իրենց մի համով պատմություն, զանգեք կամ գրեք հոլովակի ներքևում ապիսանյաբաժնում կա իմ եւ Facebook-յան հասցեն, եւ էլեկտրոնային հասցեն, կարող եք ինձ հետ կապվել մեծ սիրով, դժարն մռնանալն ու քոչ սարքինալն է։ Կամերաս ուսումը մու ճամփանգին է։ Սիրելի հետևորդներ, արդեն խմորս պատրաստ է, կարծում եմ մոտիկից կադրերում էլ տեսակ թե ինչ պնդության է, բաղադրատոմսը կգտնեք հոլովակի ներքևում, բայց ալյուրի չափ չեմ գրի, որովհետև աչքաչափով եմ ավելացրել, դուք էլ կարող եք այդպես ավելացնել։ Էս էլ որ կպել էր, չմաքրեցի, այ։ Ծածկում ենք մի սրբիչով, մի ծածկոցով ու դնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի շատ հնարավորինս շուտ հասունանա, բայց շատ տաք տեղ չլինի, որովհետև շատ տաք տեղն էլ խմորը որ տաքանում է, ինքը լավ բուլկիներ չի ստացվում։ Եղանակը դրսում շատ ցուրտ է, այսօր առավոտից ջունախառը, անձրևախառը, չգիտեմ են ինչա, մենք ասում ենք պինջրի փսուկ, Սուրենյանի ասած թաց ձյան տեսքով տեղումներ ա եղել, այս տան եմ դնեմ հյուրասենյակում, ասեմ, որ ձմեռվա նման վառարան ենք վառում, կարելի է նույնիսկ ծիբուլ արած, ու անցնենք հրաչ ջան դասերին, արագ դասերն անենք, սա չգիտեմ ինչքան կտևի սրա հասունանալը, հեռախոսը սուրա, ժամը հիմա նայեմ, ժամն էլ կասեմ, բայց դե դա պիտի բարձրացնեմ, այսպես ժամն ինչքան ուզում ապահեմ, տնամ թասս համարյա լցվելուն պես, կանցնենք ձևավորմանը ու թխելուն։ Դուք էլ երևի թե պատրաստվում եք զատիկին, կարող եք մեկնաբանություններում գրել ինչեր եք պատրաստում, ինչ խմորեղեններ եք սարքում, կուլիչ էլ կսարքեմ։ Սրա մեջ ավելացնելու եմ նաև չամիչ, հիմա դեռ չեմ ավելացնում, ես գնդելու ժամանակ մի անգամից կավելացնեմ, ավելի ճիշտ չամիչս դեռ չեմ լվացել, սա դնեմ սենյակային ջերմաստիճանում ու չամիչս պոչերը հանեմ, հնդրեմ, լվանեմ, փափուկանա, ընդհանրապես թողնում են ջրի մեջ, մի քիչ ինքը ուռչում ու խաղողի հատիկների տեսք ստանում, այդպես շատ ավելի համով է լինում։ Մի քիչ էլ կարելի է չամիչի հետ դարչին լցրած ըստ նախասիրության, բայց դե լավ, բուլկին բերեք, քանի որ երեխաներս էլ մի քիչ բզիկավոր են, այնպես սարքեմ, որ հավեսով ուտեն։ Գնացի։ Օպաս։ Սիրելի հետևորդներ, գիշերվա կեսա, շարունակում ենք մեր աշխատանքը, որովհետև սկսել ենք, ոնց սկսել ենք, պիտի նամուսով էլ տեղ հասցնենք, թե չէ։ Սա իմ խմորը, տեսեք, ինքան անուշաբույր է, որ չեք պատկերացնի, թասս գրեթե լցվել է, մեզ այնը գնդելու համար պետք է ձետ, որպիսի հեշտ աշխատենք, ալյուրոտ չանենք մեր բուլկինները, դրա համար այսենց մի մեծ տախտակ ունեմ, ու քանի որ կտրիչով եմ աշխատելու, գնդերը բաժանելու, չուզեցի կահույքիս երեսը փչացնեմ, այս տախտակը դրա համար հանեցի, ասիլս էտա, մի քիչ ձետ ենք լցնում, սեղանին կամ խոհանոցային գորգին, ինչպես որ դուք սիրում եք պատրաստել, այնպես էլ արեք։ Տարածում եմ ձեթը այստեղ ու խմորս առանց ձեռքի օգնության հլը տեսեք ես ինչ լավն է։ Շատ լավն է, տեսեք։ Էս էլ մեր չամիչը, նախապես լվացել եմ, մի քիչ թրջեցի, թրջած պահեցի, հետո լվացա, պոչերը մաքրեցի ու ինչ ենք անում, չորացնելուց հետո լցնում ենք
Խմորի մեջ։ Այսպես տարածում ենք ու սկսում ենք հունցել։ Երևում է, չէ՞։ Երևի։ Վրա ենք բերում, շատ հավեսով խմորա է։ Ու խնամքով ենք աշխատում նրա հետ, որովհետև ինքը կնեղանա։ Տեսեք, սաղ փուչիկները շատ հավեսով տեղը տեղին խմորա, այնա չամիչներն էլ արդեն դուրս եկան։ Հիմա մեզ ինչա պետք անել, պիտի բաժանենք հավասար մասերի։ Երկարացնեմ խմորս, այսպես փուչիկները, հավեսով ռևը չէ կադրում վրա հավեսովա։ Դե, եթե կադրում չի էլ երևում, իմացեք, որ շատ հավեսով խմորա։ Անուշ հոտ ունի, այնքան անուշ հոտ ունի, անմահական։ Չամիչն էլ մեջը լիքը ճիշտն ասած մոռացել էի, որ սառնարանում չամիչ ունեմ, ասեցի, վայ, բա չամիչ չունեմ, ես ինչ անեմ, քույրիկիս հետ էի խոսում, ասաց, չրիցդ կտորի մեջ նածո, չիրա ափսոս, այնքան համովա, որ սրա մեջ, վայ, հիշեցի, որ չամիչ ունեմ, խոսքս կիսատ թողեցի։ Սիրելի հետևորդներ, որպեսզի լավ, փամփլիկ ու ավելի փխրուն շերտավոր բուլկիներ ունենանք, այսպես ձեռքի օգնությամբ բացում ենք հավասարաչափ եզրերով։ Ու այսպես օլորում ենք ռուլետա նման։ Այնպես ենք անում դրսի հատվածում չամիչ չմնա, ինչու, որովհետև թխելու ընթացքում չամիչը վառվելու է, ափսոսա։ Սա մեկ։ Թխում եմ յուղաթղթի վրա։ Կարամ հավասարաչափ անեմ։ Ավելի լավ է ուրեմն նախորոք գնդերս բացեմ։ Գնդերը բաժանեմ ավելի ճիշտ։ Ահա գինա։ Ու բոլորը այդ նույն բոլորի հետ կատարում ենք այդ նույն գործողությունը։ Ձեռքի օգնությամբ բացում ենք մոտավորապես աչքաչափով նույն չափի, եզրերը հավասար։ Այսպես օլորում ենք, ահա չամիչ դուրս դարավ, կացի, ահա։ Ահա։ Ու իրարից մի քիչ հեռու ենք դնում, որովհետև թողնելու եմ մի լավ հասունանա սինիս լցվիլդի։ Խանութից որ առնում ենք, սաղ բուլկին ուտում ենք, որ երկու չամիչ կիտնենք, ստի էլ սաղ չամիչնին ուտիլ դեն, որ բուլկի կիտնեն, լիքնա չամիչ։ Սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք դուք ինչ խմորեղեններ եք պատրաստում Սուրբ Զատիկի տոնին ու ինչ բաղադրատոմսով եք պատրաստում, միգուցե ձեր բուլկու բաղադրատոմսը շատ ավելի հեշտ է ու շատ ավելի համեղ, մյուս անգամ էլ կպատրաստեմ ձեր բաղադրատոմսով, իհարկե, չգիտեմ այս հոլովակը երբ կհայտնվի YouTube-ում, այսօր ապրիլի 15-ն է, այսօր ապրիլի, հա, այսօր ապրիլի 15-ն է, երեկոյան արդեն հուշ ժամ է, վաղվա համար հոլովակ ունեմ կտեղադրենք, երևի թե մինչև Զատիկ անպայման տեղադրենք սա, այնպես որ կարող եք հենց այս բաղադրատոմսով էլ թխել ու գոհացնել ձեր ընտանիքի անդամներին։ Սիրելի հետևորդներ, այս մի թավան էտեր, տապակը, այդ մի տապակը պատրաստում ենք այս ձև, երկար, ավելի գեղեցիկ լինելու համար, բայց բոլորս էլ գիտենք ավանդական բուլկինները լինում են կլոր։ Մյուս տապակի մեջ էլ կպատրաստեմ կլոր բուլկինները։ Սա մեկ, բայց որպիսի շատ ավելի հարթ երես ունենա, ձեթս վերջացել է, մի քիչ ուզմա չի վնասվում խմորը, բայց այդքան էլ հարթ երես չի ունենում, շատ քիչ, այսպես ձեթոտում եմ ձեռքս, նոր շարունակում եմ պատրաստել, երեսին կսելու ենք ձվի դեղնուց, 2 ճաշի գտալ կամ թեյի գտալ կարող ենք կաթ խառնել դեղնուցին,
որ ավելի փայլուն ու ավելի շատ սիրուն կարմիր երես ունենա։ Իրարից մի քիչ հեռու ենք դնում, որովհետև գնդերը պիտի հասունանան կրկնակի ու իրար կպչեն։ Քանիս նա դեռնա։ Ասացեք, որ լավ էլ բաղադրատոմսա։ Անցած տարիներին պատրաստել եմ քան սիրուն ու հավեսով էի պատրաստում, այն ժամանակ դեռ միայն ձեռքերս էին երևում կադրում, կոկոզոցի։ Ու էլ ճուտիկներ, էլ ծաղիկներ, էլ ինչ հասես այս խմորից պատրաստում ենք։ Ինքը ստացվող խմոր է ու կարող եք դուք էլ պատրաստել։ Չգիտեմ էլ պիտանի հոլովակներ էր թե չէ, որովհետև 2-3 տարի առաջ եմ տեղադրել, լարված խոսելով, շունչս կտրելով։ Հիմի ավեր։ Բայց եմ ընկնեմ ու էլ սուշ չեմ անում, ստացումն էլ ցանկարում կամերայի կմակից։ Չէ, ոչ տնես ու չքինես։ Ոչ։ Սիրելի հետևորդներ, վերջապես ժամը վրա հասավ, որ բուլկիներս թխենք։ Այնտեղ տեսեք, ունեմ նաև նոր փալաս կտորը վերցրի վրայից, բուխանկեկ եմ թխում, այսօր հացը առնովի էինք ու ասեց ջղայնացա ու ասեցի թխելու եմ։ Փոքր, այսպես բուլկիներից հետո, քանի որ արդեն ալյուրի գործ էի արել, փոքրիկ խմոր ունցեցի ու 3 հատ ֆորմա ունեմ։ Մեկն էլ տարբեր չափյա դուրս եկել, դե հիմա երկարացրի։ Էս էլ դեռ չեմ բացել, տնամ հլա հասունացել թե չէ։ Հա, արի մոտիկ էր։ Արի մոտիկ էր։ Ահա։ Վաու։ Էս մեկը շատ ավելի սիրուն։ Դե եկեք, գիտեք ինչ անեմ։ Սա դնեմ այստեղ հացերիս հետ ծածկեմ։ Օպաս։ Սիրելի հետևորդներ, ջեռոցս միացրել եմ 200 աստիճան ջերմության տակ, բայց հիմա բուլկիները ուղարկելուց հետո արի տնամ, կյանք ինչ ես ուզում։ Էսա ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը որնա։ Դուխովկեն։ Հա, դու ռուսեր ենք ասիր։ Մի անգամից բարև ձեզ։ Իմ բալիա լիքնելա դատարկություն, չենք հասցնում հոլովակ նկարենք։ Սիրելի հետևորդներ, 2 ձվի դեղնուցը խմորը պատրաստելու ժամանակ առանձնացրեցի, 2 ճաշի գտալ էլ կաթ եմ ավելացրել, էսա։ Միասին մի լավ խառնում ենք, ստացվում է համասեր զանգված ու քսում ենք մեր բուլկիների երեսին։ Դες ինչքան աուռը լծվեսինի։ Սահու Փարազի այդքան ասացին շողշող ընգոհարը ակարդիոնով նվագի ու երգի շատ պետք է։ Սաղ աշխարհը երգեց, սաղ աշխարհը դրա տակին պար եկավ։ Թխվել է մեր բուլկիները։ Վաու, էս ինչ անուշոտ ունի ժողովուրդ։ Պահ, գերու սուս։ Ինքան սիրուն տեսք ունի, ինքան անուշաբուրում, որ էլ ասելու չի։ Հիմա սա եմ ուղարկում։ Էս էլ էսպես, բերեմ ձեզ մոտիկից ցույց տամ, ընտիրություն, երեսիդ ծիծաղմա, վաու, կծես չայ խմես, Սիրելի հետևորդներ, ինչքան էլ հոգնած եմ, արդեն կես գիշեր է, բայց քանի որ աշխատանքս իր արդյունքը տվել է ու իմ ուզածով ստացվել է խմորեղենս, հոգնածությունս այդքան էլ չի երևում, թխվեց նաև իմ երկրորդ պարտիա բուլկիներս, հլա տեսեք,
անհամով տեսք ունեն։ Դխովկես անջատեմ, դուրն էլ բաց թողեմ, որ հովանա շուտ։ Ժողովուրդ չեք պատկերացնի ինչքան անուշաբուրում ու ինչքան լավ փափուկ սիրուն է ստացվել։ Բերեմ մոտիկ տնակ էլի։ Կադրում չգիտեմ ոնց է, հաստատ մի քիչ էլ է վառված չի, ու որ իմանաք ինչքան է փափուկ։ Հլա բամբակը ձեզ օրինակ։ Հիմա կփոկեմ փոկածել ցույց կտամ։ Հետաքրքիր է այս մեկն էլ փափուկ ստացվեց թե ոչ։ Վաու! Անտիր մամաչկի, ոնց կարելի է այսքան փափուկ։ Ոնց կարելի է այսքան փափուկ թխել։ Ինչպես է ստացվում այսպես։ Այ մարդ, այսքան փափուկ կթխեն։ Օպա։ Ու տողնում իմանա, չու տողն ինչ իմանի։ Տակն էլ է շատ լավ թխվել, երեսն էլ ու տեսեք։ Ինձ թվում ազգվում է ինչքան է փափուկ։ Հրաչ ջան։ Հլա դե արի կյանք բուլկին թխելա։ Հլա ինչքան է փափուկ։ Շատ է չէ փափուկ։ Ես չեմ իջնել ես ուտեմ։ Համով է։ Սիրուն կյանք։ Լավ նա մեռնեմ քեզ։ Բարի խոժակ իմ բալին։ Սիրելի հետևորդներ, բա դուխովկես անջատել եմ։ Դմբոն տանիք է, դմբոն։ Բա բուխանք եկս։ Ոյ։ Հոգնել եմ մոռացել։ Տեսեք, ես էլ լավ հասունացել։ Հաճկա չափս լավն ալել, սախտա 3 բուխանկա եմ սարքել, 3-ն էլ տարբեր չափի։ Ընդամենը այսպես ջուր եմ քսում երեսին և ուղարկում եմ այնտեղ։ 250 աստիճանում լավ թխվելու է, բայց երևի մի հարկը ցածր դնեմ, որովհետև ինքը շատ մեջտեղն է դրած, բայց դե քանի որ այսքան բարձր է լինում, արդեն ոնց որ մի հարկ վերև դրված լինի, ու այդպես երեսը կվարվի առանց մեջը թխել։ Այ այսպես մի հարկ իջացրի ներքև, բրդեցի մեջտեղ, շատ բարձրի տակ չթխենք, որ միջուկը լավ թխվի, 200-ի տակ շատ լավ կթխվի։ Սիրելի հետևորդներ, բերեմ նաև բաժակս, քանի որ շատ ուշ ստացվեց, թաթուլն էլ պարկել է, ես էլ մենակ սուրճ խմել չեմ սիրում, ոչինչ, քանի որ խոստացել եմ, այսպես ցույց կտամ, սա այսօրվա իմ անակնկալ նվերն է աշխատավայրում, որի համար շատ զգացված ու շատ շնորհակալ եմ։ Ձեռքի աշխատանք, հա։ Տեսեք, իմ անվան տառն է, թռչնատառով նկարված, գրված, ինքը շոշափելի է, ուռած։ Այստեղ էլ ափսեի վրա էլ փայտա ու գրված է Շամշադինի համը, վերևն էլ այստեղ էլ գոհար, ես մեծ հաճույքով սրանով սուրճ կխմեմ ամեն առավոտ, կամ էլ կարող եմ տանել աշխատանքից վայր ու այնտեղ օգտագործել, կամ էլ այս մեկը նվեր, մեկն էլ կպատվիրեմ աշխատավայրիս համար։ Շնորհակալ եմ շատ Թագուհի Հարությունյանին, նրա Facebook-յան հասցեն կդնեմ ապիսանյա բաժնում, սիրելի հետևորդներ, ովքեր ուզում են նմանատիպ բաժակներ ունենան, ասեմ, որ անվանական ու բոլորիդ անվան տառերով կպատրաստի, նույնիսկ առաքում կանի ինձ թվում է, որովհետև Հայաստանում պոչտայով առաքումը շատ հարմար տարբերակ է ձեր պատվերները տեղ հասցնելու համար, ինչքան գիտեմ, տարբեր չափսերը ունի, կարող եք գրել նրա մեսենջերին, կապվել հետը ու լիքը պատվերներ անել, այնքան պատվիրեցեք, որ քիչ զրփիլի ժամանակ չունենա։ Սա էլ այս մի բուլկիս, դուս էլ ցույց տամ, լավ, այնքան ոգևորվել եմ, որ լավ է ստացվել, սաղ ցույց եմ տալի, տեսեք։ Առողջ թխված է,
դե փչցնում եմ արդեն լավ, իզուր քլոլիլ, միասա այդ բուլգին հիլարա տեղեկենը։ Ահա։ Սիրելի հետևորդներ, բոլորիս մաղթում եմ ուրախ զատիկ, բոլորին, ովքեր որ պահքի մեջ են եղել, պաս են պահել, ուզում եմ շնորհավորեմ նրանց այդ ծանր երկար օրերը անցկացնելու համար, բայց ասեմ, որ սովորեցի, պահա եղել, որ այսպես ուզեցել եմ, թողեմ, ասել եմ, վсё, էս ինչ էր, էս որտեղից էր, բայց հիմա արդեն սովորական բան է դարձել ու դժվար չի տարվա մեջ, 365 օրվա մեջ, ընդամենը 48 օրը այս շրջանում ենթարկվենք օրենքներին։ Սիրելի հետևորդներ, սիրում եմ բոլորիդ, չեք մոռանում բաժանորդագրվել ալիքիս, լայքել հոլովակներս, գրել մեկնաբանություններ, կիսվել հոլովակներս սոցցանցերում, չենք մոռանում բաժանորդագրվել կարոտի թևին ալիքին, как живется в Շամշադինի ալիքին, էսա բուրըն հոլովակներ ենք սկսում նկարահանել, հենց եղանակները բացվեցին հանդ ու չոլում, ձերիսկ ուզած, ակարդյոնով, հանդ խաղիլով, սունկ հավաքելով, սինդրիկ հավաքելով, են ներքևի գյուղերում են որներ, ծնեբեք, ծնիփակ, մենք ասում ենք ծնիփակ, ծնեբեք հավաքելով, մեր հանդերում չկա, ներքևի գյուղերում կա, կամ կապվենք ինչ-որ մեկի հետ, կամ եթե ինձ դիտողներում կան այնպիսի մարդիկ, ովքեր մեր գյուղերում են ապրում ու մոտ հանդերում ունեն տարածք, որտեղ գիտեն, որ ծնի փակալեմ, խնդրում եմ կապվեք ինձ հետ, իրար հետ գնանք դրա հանդ հավաքել, այդ հավաքելն էլ տնանք ոնց է ստացվում։ Մնացեք բարով, հաջողություն։